Ոսկեհատի ճանապարհին գտնվող այս արհեստանոցում հաճախորդները սպասելուց չեն ձանձրանում, մինչև վարպետ Հովհաննեսը մեքենայի շարժիչի յուղն է փոխում, վարորդները զմայլվում են արհեստանոցի պատերը զարդարող նկարներով, որոնք ծնունդ են առել ստեղծագործելու ոչ նպաստավոր պայմաններում, ավտոյուղերի տարաների կողքին։ Մեքենաները ճանապարհացման մեծ մտահավոր ձայնը ոչինչ նորմալ է, այդ չի շեղում ինձ։ Ինչ շեղում են, ասենք նկարելու ժամանակ խորացած նկարելու ժամանակ, որ կենտրոնացած ասելիքի բանտերս եկել հաճախորդ է գալի։ Նկարների հեղինակը Հովհաննես Հովհաննիսյանն է, ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջը, բայց հանգամանքների բերումով տևական ժամանակ հեռացել է նկարչությունից։ Ընտանիքը կերակրելու համար ավտոսպասարկման կետում է աշխատում, կրկին նկարել է սկսել 22 տարվա դադարից հետո։ Պատկերացեք, մատի չեմ վերցրել ձերս դրան ժամանակի ընթացքում։ Մի տեսակ ոնց որ այս արհեստով էի տարվել ու սենց փող աշխատելը ոնց որ մտքով չէր անցնում, կարելի է ինչ-որ նկարել, թեկուզ որպես հոբի նկարել ու միտեղ էլ գումար աշխատել։ Եթե չլիներ ընկերը, որն անհաշտ է Հովհաննեսի ստեղծագործական լռության հետ, ինքը թերևս մինչև հիմա Մոլբերտին չէր մոտենա։ Ընկերոջ սթափեցնող նախատինքն ու նվիրած յուղաներկերը հարկադրել են կրկին վրձինը ձեռքն առնել եւ ազատություն տալ երևակայությանը։ Ասած ինչ ներք բան ասի վերցրել, լավ թոքո սրտով էլի չմերժեմ, արդեն կնեղանար ինքը, որ կատեգորիկ դեմ լինեի։ Դες Մոսկվայից ուղարկես բան, ներկերը դες թե վրձին բան, փառք ասում։ Կտավ բան հազեսի ոնց որ նստեցի Ստացի արդեն ոնց որ ինքս ես տրամադրել, որ սպասելի, որ տղան ասում է, բան գիտի, իմ մեջ էլ ոնց որ իրոք մի բան արթնացավ։ Վերադարձն արվեստին ստեղծագործական հաճելի թրթիռների մեջ է պահում։ Նկարում է հիմնականում երեկոյան ժամերին, երբ հաճախորդների հոսքը դադարում է, դռները փակում է եւ հանձնվում գույների կախարդական աշխարհին։ Ստեղծագործական միջավայրը թեև տրամադրող չէ, ներսը ճնշող դուրս նաղմկոտ, բայց պատահում է մուսանահայցելում է նաեւ ցերեկային ժամերին։ Դեպքեր պատահ որ դուրս փակել եմ, որ ցերեկով ցուցանակներ թեկել եմ, որ փակ է, սկսել նկարել։ Եղել է այդպես դեպքեր, որ չխանգարեն բացարձակ միտքս կենտրոնանում արտահայտեմ կտավի վրա։ Արվեստանոց հիմնելու պայմաններ չունի, այդ պատճառով նկարում է աշխատավայրում։ Արհեստն ու արվեստը մեկտեղել է, մի ձեռքով վրձնում է, մյուսով մեքենաների յուղը փոխում։ Որպես նկարիչ բացահայտում է հատկապես իր ծառայությունից առաջին անգամ օգտվող վարորդների համար։ Զարմանում են նրան Մոլբերտի առջև տեսնելով։ Կարում ես նկարես, ասում է դու ինչ յուղետիչ գործ ես։ Սա նրա յուղ, յուղաներկան էլ յուղա ոչինչ, համատեղում եք, դիաբրեք վերջ թե չէ։ Չի բացառում գեղեցիկով, որ ինչ-որ բարձունքի հասնեմ, իհարկե դա շատ աշխատեմ, որ իրոք թողեմ ես արհեստը, անցնեմ արվեստին։ Ստեղծագործում է տարբեր ոճերում, բայց հոգեհարազատն աբստրակտն է։ Սիրում է աշխատել տաք գույներով, նաև տարբեր ժանրեր միախառնելով։ Հիմա մանուշակագույն լիալուսնի վերջին շտրիխներն է անում։ Գիշերային լուսատում նրա անկալմամբ կրում է մանուշակագույնի բոլոր երանգները։ Արվեստագետների աչքը լրիվ ուրիշ է, սովորական մականացումներ ուրիշ ձև են նայում ամեն ինչին։ Իհարկե չեն տենա, այն ինչ որ մենք ենք տեսնում, այդ ինչ որ դետալի առարկայի կամ երևույթի մեջ։ Պատահել է նկարելու աննահանջ ցանկություն է ունեցել, բայց այդ պահին ձեռքի տակ կտավ անգամ թուղթ չի եղել։ Ստիպված պատից իջեցրել է նկարներից մեկն ու մտքերը հանձնել արդեն օգտագործված կտավին։ Ծածկում եմ ինչ-որ գույնով, ինքն մտակը նոր ստեղծագործություն արդեն առաջանում է այդ կտավի վրա։ Չեմ համբերի, որ այդ կտավ առնեմ, բերեմ ինքը կարող փախնի մոտից այդ մտքերն արդեն։ Համեստությունը Հովհաննեսին թույլ չի տալիս սիմպոզիումներին մասնակցելու հայտ ներկայացնել, բայց երկու ստեղծագործություն արդեն առանձնացրել է նկարիչների միության ռեյտինգային ցուցահանդեսի համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։